Զարաբյան, ինչ ակնկալիքներ ունեք դատական նիստից, Արմեն Աշոտյանը այս պահին է կալանքի տակ գտնվում եւ սա մի այլ գործ է, որը վերականգնեցինները։ Տեսեք, այսօր լրանում է Արմեն Աշոտյանի որդու Գորի 20-ամյակը եւ Արմենի որդին իր ծննդյան այդ կարևոր 20-ամյակը այդ հասունության մուտքը ոտք է դնում այն իրավիճակում, երբ որ Արմենը կալանքի տակ է, Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում է անհեթեթ, երկու գործ է հարուցված, բժշկականի, որի շարունակությունը հիմա է, եւ Բրյուսովի, որը երկուսն էլ ասենք, ոնց նայում ես այդ գործերը, ոնց պրպտում ես այդ գործերը, այնտեղ ծայրից ծայր քաղաքականության հոտագալի տեղեկացանք նաև, որ դատախազություն են հրավիրվել Արմեն Աշոտյանի հայրը եւ քույրը ապօրինի ինչ որ գույքի բռնագանձման հետ կապված։ Սա այսե հոգնել եմ այդ քաղաքական հաշվեհարդար, քաղաքական հետապնդում բառերը ասելուց, որովհետև վերջի տարիներին մեր բառամթերքի հիմնական բառը դարձել է սա քաղաքական հաշվեհարդար է, սա քաղաքական հետապնդում է, բայց սա քաղաքական հաշվեհարդարը եւ քաղաքական հետապնդում է Արմեն Աշոտյանի եւ իր կուսակցության խոսքի համար։ Այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Ես չգիտեմ այսօր ինչ պիտի պեղեն, հերթական դատական նիստի ժամանակ դատավորները եւ վկաները, բայց կրկնում եմ, այստեղ իրավաբանություն կա այնքան, ինչքան ես Անգլիայի թագուհին եմ, այսինքն չկա։ Ես ավելի շատ շանսեր ունեմ Անգլիայի թագուհին լինելու ինչ որ իրավիճակներում, քան այս գործի մեջ կա որևէ իրավական հետ։ Սա այս մասով տեսանք, որ երեք կալանավորվեց նաև 2 ամսով կալանքի տարվեց Արեգնազ Մանուկյանը։ Սա գիտեք, ես հիմա ասենց ուզեցա մի պահ պատկերացնեմ, որ այս իրավիճակը լիներ նախկին որևէ իշխանության ժամանակ եւ կնոջ տանեին կալանքի նրա համար, որ թուղթ փոխանցել, ենթադրյալ փոխանցել Թևանյան Անդրանիկին թուղթ մի նիստից, որի վերաբերյալ թե Գեգամ Մանուկյանը, թե Արմեն Ռուստամյանը հայտարարեցին, որ այդպես էլ չհասկացանք, թե ազգային ժողովի այդ նիստը 2024 թվականի ինչի է փակ, որովհետև այդտեղ որևէ պետական գաղտնիքին առնչվող նյութ չի քննարկվել, բայց եթե անգամ այդտեղ ինչ որ իրավական նոտա, իրավական մոտիվացիա կա երկու երեխաների մոր, որից մեկը անչափահաս է տանել կալանքի, այն դեպքում, երբ որ նույն եվրոպական կառույցները անձամբ իմ այսպես կոկորտից բռնած խեղդում էին եւ ասում էին ձեր օրենսդրությունը պիտի փոխեք այնպես, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրվի բացառիկ դեպքերում, մենք տեսնում ենք, որ կալանքը դարել է ասենց պոպկորն, սեմճկա եւ բոլորին տանում են կալանքի։ Համար այդ կալանքը պատժիչ միջոց է, հիմա ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ կալանքը կիրառվում է, բայց Եվրամիությունը որևէ մեկը ձայն չի հանելու, Եվրոպայի խորհուրդը ձայն չի հանելու, Վենետիկի հանձնաժողովը ձայն չի հանելու, որովհետև իրենք տվել են հիմա այսպես բերեցին Արմեն Աշոտյանին Վարդաշեն քրեակատարողական հիմնարկից, կներեք այսպես անցնենք, կամ ճանապարհ Արմենը անցնի եւ ուրեմն շարունակենք, ազգային որևէ կառույց ձայն չի հանելու, որովհետև Նիկոլ Փաշինյանը ունի քարտ բլանշ անելու այն ինչ ուզում է սեփական իշխանությունը պահելու համար։ Ես երբեք չեմ մոռանալ տարիներ առաջ պատերազմից հետո Եվրոպական միության այս պահին արդեն մի նախկին պաշտոնյայի ինձ ասածը, եթե անգամ ուղիղ եթերում Նիկոլը քեզ ուպի, մենք ձայն չենք հանելու եւ ասելու ենք, որ սա արվել է Հայաստանում ժողովրդավարությունը պահելու համար։ Հիմա մենք տեսնում ենք, որ ինչ որ ԿՊ-ական տարբեր շրջանակներից նոր այսպես ֆորմուլա են ուզում դնել շրջանառության մեջ, որ շատ դեպքերում ժողովրդավարությունը պաշտպանելու եւ փրկելու համար պետք է լինում երբեմն ոտնահարել նաեւ մարդու իրավունքը։ Սա կատարյալ
ուրեմն անտրամաբանական թեզ է եւ նման բան ուղղակի չի կարող եւ չպիտի լինի։ Անդրադառնանք նաև մեկ այլ աղմկավարից գործի կազմակերպությունների կալանավորմանը, նաև դրան զուգահեռ նրա սեփականությունը հանդիսացող կենդանիների տարած տեղափոխելը, որի ընթացքում առույցներից մեկը անկել է։ Ուզում եմ ձեր կարծիքը իմանալ նախ որտեղ են կենդանասերները, որոնք տարիներ շարունակ այս խնդիրը բարձրաձայնել են, ինչու նրանց ձայնը չի լսվում եւ այստեղ դիտավորություն դուք տեսնում եք դիտել։ Տեսեք, ես եմ ազգային ժողովում վերել եւ պնդում եմ, որ շատ ճիշտ էր, որ ազգային ժողովը ընդունեց կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագիծը, բնության մեջ աշխարհում այսօր կա 130 սպիտակ վագր, որից մեկը այդ վերջի սպիտակ վագրը վայրի բնության մեջ սպանվել է 1958 թվականին։ Դրանից հետո բոլորը տեղափոխվել են, որսվել եւ տեղափոխվել են կենդանաբանական այգիներ հատուկ պահպանության տակ։ Բնության մեջ այսօր կա ընդամենը 300 սպիտակ առյուծ, բոլորը չիպավորված են, այդ թվում նաև Ծառուկյանի առյուծը չիպավորված էր, ուներ հատուկ բժշկական իր ամբողջ ստացիոնար բուժման ուրեմն իր տեղեկանքը եւ այդ բոլոր առյուծները սպիտակ, որոնցից մեկը անկեց, ուրեմն ներառված են հատուկ վերացող կենդանիների պաշտպանության կոնվենցիայի պաշտպանության տակ են եւ նրանց սպանելը կամ ոչ դիտավորյալ նրանց մահվան հասցնելը համարվում է քրեական հանցագործություն։ Հիմա ինչ են արել սրանք։ Փոխանակ վերցնեն այդ առյուծների եւ վագրերի բժշկական դոսիեն, քեյսը, տեսնեն ինչ հիվանդություններ ունեն նրանք եւ ի վերջո այդ կենդանիները շատ զգայուն են եւ նրանց այլ միջավայր տեղափոխել ուղղակիորեն մեծ ստրես է առաջ բերում, տեսնեն ինչ հիվանդություններ ունեն եւ կարելի է արդյոք նրանց որոշակի դոզայից ավել քնեցնելու նյութը տալ, թե չէ։ Մենք տեսանք ինչ արեցին, այդ քնեցման նյութը սրսկեցին եւ սկսեցին այդ սպիտակ ուրեմն առյուծի պոչից քաշել, բայց ինձ զարմացնում է, որ այդ ամբողջը, ինչը իդեպ նաև մարդու սեփականությունն է, պաշտպանված է բոլոր միջազգային կոնվենցիաներով մարդու սեփականության իրավունքը, եվրոպական իրավունքի սուրբ կովերից մեկն է։ Մենք տեսնում ենք ձայն չկա կենդանապաշտպան կազմակերպություններից, որևէ մեկը ծպտուն չի հանում եւ նաեւ մարդու սեփականության իրավունքի վերաբերյալ միջազգային որևէ կառույցից արձագանք չկա, ասում արգրավել ենք որպես իրեղեն ապացույց, ինչ իրեղեն ապացույց հայաստանյան ֆաունայում, ոչ սպիտակ վագրա լինում, ոչ էլ սպիտակ առյուծ ա լինում, դրանք բացարձակապես այլ տեղերից բերված են եւ որքան տեղեկացանք, այդ ամբողջը բացարձակապես օրինական է, բայց հիմա գիտեք, բազմաթիվ քաղաքացիներ մեզ հիմա լսելով, որ սենց խոսում ենք վագրերի եւ առյուծների մասին, կասեն մարդիկ են խոշտանգվում, մարդկանց ապօրինի կալանավորում են, Արմեն Աշոտյանը հայտնի չէ թե ինչի համար պարբերաբար հայտնվում է կալանքի տակ, դուք նստել եք կենդանիներից եք խոսում, այնքան այսօր մենք լրջագույն խնդիրներ ունենք, բայց ես կարծում եմ, որ այս խնդիրները անպայմանորեն պիտի բարձրաձայնվեն նաև կենդանիների հետ կապված։